Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1108-րդ օրն է, մարտի 7-ն է, ինչպես գիտեք, երեկ Բրյուսելում կարևոր գագաթնաժողով էր, այնքան կարևոր եւ այնքան բովանդակալից, որ դեռ չենք կարողանում հասկանալ ավարտվել է թե չէ։ Ճիշտ ասած ուզում էի այսօր անդրադառնայի այդ թեմային, բայց երևի թե սպասենք, որպեսզի հնչեն բոլոր հայտարարությունները։ Եվրոպացիները նման սովորություն ունեն, սամիթի ժամանակվա ասածը քիչ է, սամիթից հետո էլ են հայտարարություններ անում, այդ իսկ պատճառով երևի թե մեկ օր էլ սպասենք, նոր անդրադառնանք։ Ովքեր չգիտեն, հիշեցնեմ, որ սամիթի վերաբերյալ բոլոր նորությունները շարունակում ենք ներկայացնել մեր Telegram-յան ալիքում, իսկ այսօր ձեզ կներկայացնեմ չափազանց կարևոր այլ թեմաներ, որոնք վստահ եմ ձեզ դուր կգան, բայց նախ ուզում եմ երախտագիտություն հայտնել ձեր լայքերի, սրտանց եւ մոտիվացնող մեկնաբանությունների եւ մեր եթերները տարածելու համար։ Շատ եք օգնում, ինչի համար սրտանց շնորհակալ եմ ձեզ։ Ռազմաճակատում առանձնապես փոփոխություններ չկան, 100-ից ավելի մարտական բախումներ են տեղի ունեցել, Դոնբասում ուկրաինական զորքերն ավելի ակտիվ են եւ թշնամին փորձում է զսպել մեր զորքերին, իսկ Կուրսկի մարզում իրավիճակը հակառակն է, ռուսները փորձում են հարձակվել, իսկ ուկրաինական զորքերը զսպում են նրանց եւ ջարդում ռուս օկուպանտների անձնակազմն ու զինտեխնիկան։ Լայնածավալ պատերազմի սկզբից, այսինքն 22 թվականի փետրվարից, ռուս օկուպանտների ընդհանուր մարտական կորուստները հասել են 883,000-ի, հակառակորդի մարտավարությունը նույնն է, ռազմաճակատում մարտերին զուգահեռ ռուսները փորձում են անօդաչու սարքերով եւ հրթիռներով գրոհել ուկրաինական բնակավայրերը։ Ուկրաինական ուժերն իրենց հերթին ոչնչացնում են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները ժամանակավորապես օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի խորքում։ Եթե պատերազմ չլիներ, կարելի էր ասել, որ ամեն օրվա իրավիճակ է։ Անցնենք կարևոր թեմաներին։ Նորվեգիան Ուկրաինային օգնությունը կհասցնի գրեթե 8 միլիարդ դոլարի, այս մասին հայտնում են նորվեգական լրատվականները։ Մեծ Բրիտանիան նախնական բանակցություններ է վարել շուրջ 20 երկրների հետ Ուկրաինայում հնարավոր հրադադարը հսկելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News-ը, վկայակոչելով բրիտանացի պաշտոնյաներին։ Ֆրանսիան ուկրաինական ատոմակայանների համար ուրան է հարստացնելու մինչև 2040 թվականը։ Ուկրաինական էներգոատոմ ընկերությունը եւ ֆրանսիական Օրանո ընկերությունը երկարաժամկետ համաձայնագիր են ստորագրել միջուկային վառելիքի հարստացման ծառայությունների մատուցման վերաբերյալ։ ՄԱԳԱՏԷ-ի երկրները համատեղ դատապարտել են Ռուսաստանի կողմից Զապորոժիեի ատոմակայանի գրավումը։ Դա պաշտոնական ֆորմալ հայտարարություն է, բայց թող լինի, չի խանգարի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ 120 կործանիչներից բաղկացած եվրոպական երկնային վահան կարող է ձևավորվել եվրոպական երկրների կողմից Ուկրաինայի կենտրոնական եւ արևմտյան մասերը ռուսական հարձակումներից պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական Guardian-ը։ Ըստ Sky Shield լրատվականի, երկնային վահանը Եվրոպայի գլխավորությամբ հակաօդային պաշտպանության գոտի է, որը գործելու է ՆԱՏՕ-ից առանձին։ Այն կօգտագործվի Ուկրաինայի քաղաքների եւ ենթակառուցվածքների վրա ռուսական թեւավոր հրթիռների եւ անօդաչու սարքերի հարձակումները կասեցնելու համար։ Այն կարող է նաեւ հանդես գալ որպես Վլադիմիր Զելենսկու առաջարկած երկնքում զինադադարի մաս։ Նշվում է, որ նման վահանը կարող է ծածկել Ուկրաինայի գործող ատոմակայանները, Օդեսա եւ Լվով քաղաքները, բայց ոչ ճակատային գիծը կամ երկրի արևելքը եւ ըստ վերջերս հրապարակած փաստաթղթի կարող է ավելի մեծ ռազմական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ազդեցություն ունենալ, քան 10,000 եվրոպական ցամաքային զորքեր։ Դե, ինչպես ասում են, աչքներս տեսնի, անհամբեր սպասում ենք, երբ կիրականացվի։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ հանդիպումը նախապես ծրագրված է մարտի վերջին, ապրիլի սկզբին։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ամերիկայի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև եկող շաբաթ բանակցությունների մասին։ Մեջբերեմ ուկրաինական եւ ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը եւ մենք հույսով ենք, որ հաջորդ շաբաթ մենք կունենանք բովանդակալից հանդիպում, գրել է Զելենսկին X սոցիալական հարթակում։ Իր հերթին Ամերիկայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Վիտկոֆը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունները նախատեսված են 5 շաբթի օրը մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում։
Նա հավելել է, որ հանդիպմանը ծրագրվում է քննարկել խաղաղության համաձայնագրի պայմանները և հնարավոր զինադադարը։ Անդրադառնանք եվրոպացի առաջնորդների, մասնավորապես Մակրոնի ու Սթարմերի կողմից հնչեցրած հրադադարի տարբերակներին և հասկանանք, թե ինչ է գրված գեղեցիկ և հնչեղ վերնագրեր պարունակող տեքստերում, ինչին ոչ բոլորն են ուշադրություն դարձնում, բայց դա շատ կարևոր է։ Արված հայտարարությունների զանգվածի մեջ կային հատկապես կարևոր, այդ թվում եվրոպական երկրների մտադրությունները իրենց ռազմական ուժերը տեղակայելու Ուկրաինայում խաղաղությունը պահպանելու համար։ Շատերը ուրախությամբ կիսվեցին այս լուրերով և առանձնապես ուշադրություն չդարձրին այն պայմանին, որից հետո պետք է տեղի ունենա մեր գործընկերների զորքերի տեղակայումը։ Կարևոր ասպեկտն այն է, որ ինչպես ինքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մի քանի անգամ հայտարարել էր, զորքերը Ուկրաինա կժամանեն հրադադարի հաստատումից հետո։ Հիմա հասկանանք, հնարավոր կլինի արդյոք հրադադար հաստատել Պուտինյան Ռուսաստանի հետ։ Հիշենք ի սկզբանե Կրեմլի անհեթեթ պահանջները դենացիֆիկացման, Ուկրաինայի ապառազմականացման և չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ մտնելու բացառման մասին։ Իսկ եվրոպական ծրագրում խոսքը գնում է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ արևմտյան երկրների զորքերի տեղակայման մասին, իհարկե ոչ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ, բայց փաստը մնում է փաստ, այդ երկրները ՆԱՏՕ-ի անդամ են, ինչը մեխանիկորեն նշանակում է Ռուսաստանի պահանջների չկատարում կամ Պուտինի պարզապես պարտությունը։ Եթե Պուտինը համաձայնի կնքել անգամ զինադադար, էլ չասեմ խաղաղության պայմանագիր, պարզվում է, որ թուլացած Ուկրաինայի փոխարեն Պուտինը ի պատասխան ստանում է ավելի մեծ բանակով, էլ ավելի շատ զենքերով Ուկրաինա և Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի երկրներ։ Հիմա հարցն այն է, արդյոք Պուտինը կհամաձայնի նման զինադադարի և ինչպիսին կլինի Թրամփի արձագանքը, ով իրեն մեծ հաշտեցնող է հռչակել, ինչի հետ առայժմ համաձայն են Եվրոպան և Ուկրաինան։ Թրամփը չի կարող անտեսել այն փաստը, որ եվրոպական պլանը համատեղ է ձևակերպվել և թեկուզ ֆորմալ, բայց նախնական համաձայնեցված է հենց իր հետ։ Մյուս կողմից Թրամփը դիլեմայի առաջ է՝ ինչպես վարվել իր սիրելի Պուտինի հետ։ Մի խոսքով, սա կարծես Սանտա Բարբարա սերիալի միայն երրորդ դրվագն է։ Առաջինը հենց Թրամփի ընտրությունն է, երկրորդը Սպիտակ տանը վերջերս տեղի ունեցած էքշենը կամ բայևիկը, երրորդ սերիան Եվրոպայի խաղաղության ծրագիրն է, այսինքն սերիալը շարունակվում է։ Ես արդեն իմ եթերներում անդրադարձել եմ, որ այս քաղաքական տվայտանքները Արևմուտքում Պուտինին պետք են, որպեսզի նա ժամանակ շահի, փորձի կարգի բերի իր բանակը, ավելացնի զինամթերքի քանակը և նորից վերսկսի պատերազմը նոր թափով, իսկ այս արտաքին քաղաքական աղմուկը կախված է նրանից, թե ինչպես արտաքին խաղացողները կկարողանան խանգարել Պուտինին իր պլանները իրականացնել։ Պարզ է, որ ելք չունենալու դեպքում Պուտինը կամ կշարունակի դանդաղ ընթացող պատերազմը, կամ կփորձի կնքել այնպիսի հրադադար, որը նրան հնարավորություն կտա շարունակել Ռուսաստանի կառավարումը։ Հիմա հարց է առաջանում, չէ՞, ինչ պետք է անենք մենք և մեր դաշնակիցները։ Նույնը, պետք է եղած ժամանակը ճիշտ օգտագործենք և շարունակենք բանակի ամրացումը, չթուլացնենք զինամթերքի արտադրության տեմպերը և հայտարարենք, որ մենք կողմ ենք արդար խաղաղության, որպեսզի հանկարծ նորից չմեղադրվենք, թե իբր խաղաղություն չենք ուզում, իսկ թե ինչպիսին կլինի այդ արդար խաղաղությունը, դա արդեն մեզանից է կախված։ Իմիջիայլոց, մինչ Թրամփի ռեժիմը փորձում է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա կամ ինչու չէ նույնիսկ պատժել Ուկրաինային, թաքցնելով հետախուզական տվյալները, Ամերիկայի մյուս դաշնակիցները զարմացնում են Թրամփին նրա հանդեպ իրենց անվստահությամբ։ Ամերիկայի դաշնակիցները կասկածում են, որ Թրամփի վարչակազմը կարող է Ռուսաստանին գաղտնի տվյալներ փոխանցել։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։ Վաշինգտոնի դաշնակիցները քննարկում են Ամերիկայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման նվազեցման հնարավորությունը Թրամփի վարչակազմի Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման պատճառով։ Դոնալդ Թրամփի վարչակազմի գալուստով Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի դիրքորոշման փոփոխությունը, որը Մոսկվային որպես թշնամի չի ընկալում, Ամերիկայի դաշնակիցներին ստիպում է վերանայել իրենց քաղաքականությունը Վաշինգտոնի հետ հետախուզական տվյալների փոխանակման հարցում։ Ինչպես հայտնում է NBC News-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, 5 աչքերի դաշինքը, այդպես է կոչվում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Ամերիկայի այդ ալյանսը, ինչպես նաև որին միացել են նաև Իսրայելը և Սաուդյան Արաբիան, մտորում են, թե ինչպես ամերիկյան կողմի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը նվազեցնեն։ Փնտրում են հնարավորություններ, քանի որ Սպիտակ տունը կարող է գաղտնի տվյալներ փոխանցել Կրեմլին։ Սա դաշնակիցների կարծիքն է։ Պատկերացնում եք, չէ՞, Թրամփի պախարակման մասշտաբները։
Եվ սա արդեն զուտ Ուկրաինայի կամ Եվրոպայի հարցը չէ, այլ ամբողջ աշխարհով մեկ Թրամփին փաստացի անվստահություն են հայտնում հենց ամերիկյան դաշնակիցները։ Եթե իրոք Թրամփը լավ բիզնեսմեն լիներ, կհասկանար, որ իր ռուսական արկածը շատ թանկ է նստում իր վրա եւ ամբողջ պետության վրա, Ամերիկայի վրա։ Շարունակեմ ցիտել նյութը, Ամերիկայի եւ Ռուսաստանի հարաբերությունների ջերմացումը մտահոգություն է առաջացնում յուրաքանչյուր հետախուզական ծառայության օտարերկրյա գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունները համարվում է սրբազան, խոստանալով ապահովել գործակալների անվտանգությունը եւ թաքցնել նրանց ինքնությունը։ Ցանկացած բան, որ վտանգի տակ է դնում այդ պարտավորությունը, խաթարում է այդ վստահությունը, ասում են նախկին պաշտոնյաները եւ նշում, որ դա կարող է պատճառ դառնալ, որ որոշ հետախուզական գործակալություններ ձեռնպահ մնան Վաշինգտոնին տեղեկատվություն տրամադրելուց։ Դաշնակիցներն այժմ ուսումնասիրում են, թե ինչպես վերանայել հետախուզության փոխանակման ընթացիկ պրոտոկոլները, հաշվի առնելով Ռուսաստանի հետ Թրամփի վարչակազմի ջերմ հարաբերությունները։ Մեջբերեմ այդ քննարկումները արդեն ընթանում են, ասել է NBC News-ի աղբյուրը, թեև Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի քաղաքականության փոփոխության չափը մնում է անհասկանալի, դաշնակիցները դեռ ծանրութ հետև են անում պատմական տեղաշարժի հետևանքները։ Վաշինգտոնն արդեն պատասխանել է իր դաշնակիցների հնարավոր քայլերին, պատասխանելով Միացյալ Նահանգների հետ հետախուզական տվյալների փոխանակման դաշնակիցների հնարավոր սահմանափակումների մասին հարցին, Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակն ասել է, որ նախագահ Թրամփը պարզ տեսնում է Ամերիկայի հակառակորդներին, երևի թե միայն իրենք են հասկանում իրենց այս նոր լեզուն։ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները, կոնգրեսի որոշ հանրապետականներ պաշտպանել են Թրամփի մարտավարությունը Կրեմլի նկատմամբ, պնդելով, որ դրանք ուղղված են Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջ բերելուն եւ նրան ստիպելու դադարեցնել Ամերիկայի դեմ պատերազմը։ Սակայն Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի KGB-ի վետերանի հանդեպ անվստահությունը մնում է Ամերիկայի դաշնակիցների շրջանում, տեղեկացնում է NBC News-ը։ Ամերիկյան եւս մի պաշտոնյա Ռուբիոն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն անվանել է պրոքսի պատերազմ Ամերիկայի եւ Ռուսաստանի դաշնության եւ Ռուսաստանի միջեւ։ Fox News-ի հարցին ի պատասխան Ռուբիոն ասաց. «Ես մեջբերում եմ, ի սկզբանե պարզ էր, որ նախագահ Թրամփը սա անցալում է որպես ձգձգվող հակամարտություն, որը մտել էր փակուղի։ Եվ անկեղծ ասած, սա միջուկային պետությունների, սա Ռուբիոյի խոսքն է, Ամերիկայի, որն օգնում է Ուկրաինային եւ Ռուսաստանի միջև պրոքսի պատերազմ է եւ այն պետք է ավարտվի»։ Ռուբիոն նաեւ խոստովանել է, որ ոչ ոք պատերազմի ավարտի գաղափար կամ ծրագիր չունի։ Համոզված եմ, որ մեր լսարանը բազմիցս է լսել Արևմուտք Ռուսաստան այսպես կոչված գործարքի դագավառնյակի մասին, իսկ Ռուբիոյի խոստովանությունը իմ կարծիքով ոչ այլ ինչ է, քան կրեմլյան նարատիվ, եթե հիշում եք, ռուսներն ասում էին, որ Արևմուտքը կռվելու է Ռուսաստանի դեմ, մինչև վերջին ուկրաինացին, հա։ Ճիշտ է, հետագայում այդ նարատիվի հակառակը եղավ եւ պարզվեց, որ Պուտինն է սպառել կռվելու պատրաստ ռուսներին, նա ընկել է աշխարհով մեկ զինվորներ հավաքելու եւ հասել Հյուսիսային Կորեա, Լատինական Ամերիկա եւ Աֆրիկա։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կամ Ռուբիոն բացարձակապես չի պատկերացնում, թե ինչի հետ գործ ունի, կամ ակնհայտ Ռուսաստանի կողմից է։ Հիշում եք երևի օրերս, թե ինչպես նա իբր պատահաբար բացահայտեց եվրոպացի առաջնորդների ներքին խոսակցությունները այն մասին, որ պատերազմի եւս մեկ տարի եւ Պուտինն արդեն անհրաժեշտ թույլ դիրքերում է հայտնվելու։ Ռուբիոն առանց աչք թարթելու հայտնեց եվրոպացիների գաղտնիքը լրագրողներին։ Ես արդեն անդրադարձել եմ այս թեմային, պարզ է, որ ռուսական հետախուզությունը հավանաբար գիտեր այն մասին, ինչ ասաց Ռուբիոն, բայց միջազգային գործընկերների ներքին խոսակցությունները հանրայնացնելը կամ ոչ կոմպետենտություն է, դիլետանտություն կամ ակնհայտ կողմնակալություն։ Ինձ թվում է դժվար կլինի Ռուբիոյին դիլետանտի տեղ դնել, եզրակացությունները թողնում եմ ձեզ, սիրելի լսարան, իսկ մենք շարունակենք հետևել այս տարօրինակ քաղաքական գործիչների քայլերին, մինչև վատ կարծիքների եւ եզրակացությունների առումով փաստեր հայտնաբերենք, առայժմ սահմանափակվենք զուտ մեր կարծիքներով, կարծես երկար ստացվեց եթերը, խնդրում եմ ձեր կարծիքները մեկնաբանություններում գրեք, ձեզ լավ ուրբաթ երեկո եմ մաղթում։